Մազան չեն, որ կենտրոնը զարգանում է, ծայրամասերը չեն զարգանում, մենք պետք է կենտրոնից սկսենք։ Այո, կենտրոնից է սկսել ենք, բայց երեք արձանագրենք, որ կենտրոնում կոնկրետ տարածքային զարգացման հիմնադրամով Սլաբոդկա թաղամասում հիմնանորոգման աշխատանքներ է կատարվել փողոցում, բայց փողոցներ կան, որ էլի նույն վիճակին են մնացել։ Ղորղանյան փողոցը, Հանես Սողոյանի փողոցի դերանից աջ հատվածը ասֆալտապատել են, հիմնանորոգել են, ցախ հատվածը չեն ասֆալտապատել։ Նմանատիպ խնդիր է, այսինքն այստեղ պետք է համաչափ զարգացնել, իդեպ նախորդ իշխանությունները պայքարելիս նույն խոստումները տվել են ու չեն իրականացրել։ Այստեղ այսինքն կամք է պետք, այն ծրագրերը, որը կենտրոնում իրականացվել է եւ արդյունավետ է եղել, տեսանելի արդյունք մենք տեսել ենք, այդ զարգացումը տանել նաև քաղաքի ծայրամասեր։ Մուշ թաղամասում դժգոհում են, որ եկեղեցի չկա, դժգոհում են, որ բուժ հաստատություն չկա։ Այո, Գյումրիում մեկ բուժ հաստատություն կա եւ մարդիկ իրականում դժգոհում են։ Այդ ամեն ինչը Պարոն Բարսեղյան, մեր ծրագրում իսկապես հատուկ ուշադրություն է դարձված քաղաքի համաչափ զարգացմանը, որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գոնե մաքուր փողի ծախսի հաշվարկով կենտրոնը մի քանի անգամ գերազանցող ֆինանսավորում է ստացել, քան թե թաղամասերը, առավել ևս ծայրամասային թաղամասերը։ Տեղական իշխանության մատուցելիք ծառայությունները պիտի համահավասար բաշխվեն ամբողջ քաղաքի մակերեսով։ Չպիտի լինի կենտրոնում կափարիչով նոր աղբամաններ, ծայրամասերում մետաղյա առանց կափարիչի աղբամաններ։ Գիշերային լուսավորություն, համահավասար, տրանսպորտային հաղորդակցություն, մինչև գիշերը 23-ն ենք մենք նախատեսել։ Դա նպաստելու է իսկապես տարբեր թաղամասերի կապերին։ Երթուղիների կապակցություն թաղամասի ծայրից մյուս թաղամաս, Երևանյան խճուղուց գծանցային անցում դեպի մսի կոմբինատ թաղամաս եւ 20 հատ տարեկան թաղամասային կենտրոնների ստեղծում 30-50 տեղանոց կինոթատրոններով, փոքրիկ սրահներով, սեղանի խաղեր եւ այլ հնարավորություններ։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Պարոն Մխիթարյան, ուրեմն Արցախը հանձնել են ձեր հաղորդման սկզբում գովացած նախագահները։ Այն ժամանակ մի կնդադեք, դուք որ խոսում եք, ես չեմ ընդհատել։ մի խանգարեք, իր մի րոպենա։ Տեսեք, դուք որ խոսում եք, ես հարգանքի ցուցաբերում, ահանջում եմ, որովհետեւ չես կարող դուզի չարգես։ Հանգիստ ուրեմն լսե ինչ կսեք։ Չէ, սպասեք, մի րոպե։ Պարոն Մինասյան, մի րոպե։ Դուրս գալ քաղաքում, բանկալ կա, Պարոն Մինասյան, մի րոպե։ Դե ուրեմն ուշադիր լսեք, քեզ ինչ կսեք։ Հարգեք եկեղեցիներին։ Հայաստաների եւ հետո հանձնեցիք։ Հիմա Արցախը Հայաստանի Երբ որ գյումրեցիները փող կուտայնոր, Ղարաբաղ չծառայեն, դու Ռոբերտ Քոչարյանի դու Ղարաբաղը եկան վատ տեղ, որ գյումրեցի գումար մտի վճարելով չես դարձել։ Դու այդ կանը Մխիթարյան։ Պետք է հարգենք բոլորին։ Մի րոպե։ Մի րոպե, լսեք, ես իմ անազգանք լսեք։ Դուք մի րոպե խոսացիք, ճիշտ է։ Ասացիք ինչ ուզում եք, ճիշտ է։ Հիմա իր մի րոպեն է, մի ընդհատեք։ Հարգեք բոլորին։ Բայց սուտ է խոսում։ Ինչ ուզում խոսում անազգանք, լսեք։ Դուք մի րոպե խոսացիք, ճիշտ է։ Ասացիք ինչ ուզում եք, ճիշտ է։ Հիմա իր մի րոպեն է, մի ընդհատեք։ Հարգեք բոլորին։ Բայց սուտ է խոսում։ Պարոն Մխիթարյան, հետո Այսինքն կարող է սուտ խոսել։ Իր մի րոպեն։ Կարող է սուտ խոսել։ Կարող է սուտ խոսել։ Ինչ ուզի իր մի րոպե, կարող ասի, կարող է սուտ խոսել։ Դուք ստորագրել եք հարգելու Պրագայում բոլորին իր իշխանությունը ճանաչել է Հայրեն ինքը չի լսել, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Ապրեք։ Դուք լսել եք պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, դուք լսել եք։ Ես շատ բան եմ լսել։ Դուք լսել եք։ Դուք լսել եք, որ Նիկոլ Փաշինյանը։ Ես վերջի անգամ ասում էլ չեմ ասում։ Վերջինը ուլտիմատումներով մի խոսեք։ Ես ուլտիմատում, ես խնդրում եմ ձեզ։ Հարգեք դիմացիներին։ Ես խնդրում եմ կպատասխանեք իմ հարցին, որպես ոչ, ես ձեր հարցին չեմ պատասխան։ Դուք կարող եք գալ ինձ հյուր չեկակ։ Ես կպատասխանեմ։ Փաշինյան Նիկոլը լսել եք, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դու լսել ես, որ Դուք լսել եք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ամենավատ տեղն էր։ Պարոնայք, ներողություն, Փոխուդայնորները։ Հայրենիք ես ճանաչել։
Արցախի պատմական Անջատեք միկրոֆոնը։ Պատմական չէ, Սուրբ հայրենիքի Անջատում եք միկրոֆոնը։ Գնա, կարող ես Սուրբ հայրենիքի Պարոն շանա չէ։ Որը թող ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Կլսեք։ Որը թող ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Որը թող ղեկավարը Բամինասյան, չեք կարող խոսել։ Խնդրում եմ, լռեք։ Բամինասյան, հարգեք գյումրեցիներին։ Մի խոսեք։ Այմար գյումրեցիներին մի Պարոն պատատ Մխիթարյան, կամ մենք հարգում ենք Չարձագանքեք։ կամ չենք անում շարունակում։ Ինչը չեք շարունակում։ Հարգում ենք, չեք հասկանում ինչ եմ խոսում։ Խոսափողս միացած է։ Չէ, անջատած է։ Չէ, դե միացել Պարոն եք։ Մխիթարյան, ինձ Ես նայեք մենակ մի դուք րոպե։ չպետք խոսեք։ Բա մենակ դուք պետք է խոսակ։ Չէ, բայց Ձեր միացել այսինքն եք։ եմ Ձեր ասում։ միկրոֆոնը միացրած է։ Եթե Միացրել։ հարգում եք մնացածին շարունակում ենք։ Մնացածին հարգում եմ։ Ուրեմն տեսեք, չենք խախտում ֆորմատը։ Պարզա։ Շարունակեք։ Դուք ձեր մի րոպեն խոսացիք, ինքը Շարունակեք։ պետք է մի րոպեն խոսա։ Ուրիշ ձև չի լինելու։ Շարունակեք։ Սուտ խոսեց էլի Պարոն ընդհատելու է։ Կուզենա սուտ խոսակ, Դուք կուզենա Չէ, Հայաստանի Հանրապետությունից շատ է խոսվել։ Սուտ խոսեց։ Դուք հիմա այս ժամանակը ծախսեցիք այս Տիկին Դանելյան, խնդրում եմ։ ձեր խաթր, հարց չկա։ Վերջ։ Դուք ձեր արձագանքի հնարավորությունը կունենաք եւ հարց տալու հնարավորությունը։ Հիմա խնդրում եմ չխանգարեք իրար։ Ուրեմն այս մարդը Մի հարգելի րոպե, պարոն գյումրեցիներ։ Մինասյան։ Վերականգնեք պարոն Մինասյանի ժամանակը խնդրում եմ։ Ես նախ ներողություն եմ խնդրում գյումրեցիներից, որովհետև գյումրեցիները այսօր անհամբեր սպասում են, որ մենք ներկայացնենք Գյումրու խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումները, ծրագրերը, Արցախի հետ կապված գյումրեցիները հստակ հիշում են եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մարդիկ գումար էին հայտայտում վճարեին, որ Լեռնային Ղարաբաղ իրանց երեխաները չընկնեին, այլ ծառայեն Հայաստանի Հանրապետության գոնե ներսում։ Սա փաստ է, սա բոլոր գյումրեցիները գիտեն, ում երեխան ընկել է ժամկետային ծառայության ընթացքում տեղափոխել են Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, այդ մարդիկ իրենց դժբախտ են համարել։ Հիմա եկել եք գյումրեցիներին ուզում եք հակառակը ապացուցել։ Ես չեմ ուզի շեղվեմ մեր օրակարգից, իմ համար Գյումրու խնդիրները այս պահին կարևորագույնն են։ Մարտի 30-ին գյումրեցին կատարելու է իր ընտրությունը, մարտի 30-ին գյումրեցին չի գնալու Պրագա, Մրագա, Դոնբաս, Պուտին, Թրամփ, այս աշխարհաքաղաքական process-ների հետ ընդհանրապես գյումրեցին կապ չունի, գյումրեցին իր վստահ գիտագից քվեն տալու է։ Շնորհակալ եմ, նաև ներողություն եմ խնդրում մեր հարգարժան հեռուստադիտողից մի փոքր թեմայից դուրս Բանաբեջի համար, իմ համար Պարոն Սիմոնյան, խնդրում։ Պարոնակ, ես լավ կարող եմ վատ եմ ասում։ Դուք ստորագրել եք, հարգեք ձեր ստորագրությունը։ Որ պատկասում մարդիկ նայում են, քաղաքը նայում է ձեզ։ Հա, թողնա ինչ կսեք որ։ Այն կսեք որ հարգանքով եք միմյանց նկատմամբ։ Հիմա բանավեճի ընթացքում կարող եք վերջ Խնդրեմ, րոպե պարոն խոսել։ Սիմոնյան։ Որբիսի Գյումրիի ծայրամասերը կարողանանք զարգացնել, այսինքն համահարթեսման ծրագիրը բերենք առաջ եւ կենտրոնից դուրս նաեւ զարգացում ունենանք, պետք է ապահովենք բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում լուսավորություն, ասֆալտապատում եւ այլն, ժամանակը շատ քիչ է որ թվարկեմ։ Կարևորագույն 3